Եթե կգտնվի մի փաստ, մի որևէ փաստ, որը որ կապացուցի Կարենի մեղադրանքը, ես կողմ եմ, թող ամենայն խստությամբ պատժվի Կարենը։ Բայց այս վիճակով ընդամենը Անժելայի ցուցմունքով ու իր մի երկու ընկերուհիների, բնականաբար իր ընկերուհիներն են, ոնց կարելի է, չկան փաստեր։ Իդեպ ավելացնեմ նաև, երբ որ ստուգվել են սայթերը, արդեն պարզ է, որ ինչ-որ երկու սայթից է տարածվել պորնոգրաֆիկ նկարները, մի սայթը Անժելա Սարգսյան, մի սայթն էլ Վլադ և Ագանորա, ինչ-որ այդ սայթերից այսօրվա դրությամբ կամ փաստեր, քննության ժամանակ Անժելան էլ չի հերքել, որ Վլադը պատկանում է իրեն, որտև իր ամուսինը պատմեց, որ անձամբ ինքը այդ Վլադ գաղտնի սայթը բացել է Անժելայի համար։ Ես ասում եմ, այն ինչ որ կա գործի մեջ։ Բայց այս դեպքում էլ Անժելան նորից գտնում է արդարություն, ասում է, դե բնականաբար չի ասի, հա իմն է, ի վերջո ձեռքերը վեր բարձացնի, չի անում դա, հորինեց մեկ ուրիշ բան, Կարենը գիտեր ծածկագիրը, դե բնականաբար, նա պետք է ամեն ինչ հորինի, նա պետք է ամեն ինչ մոգոնի, որ ինչ-որ մի կերպ, բայց արդեն ապացուցված են ումն են այդ սայթերը, ինքն էլ է խոսում այդ մասին, իր ամուսինն էլ։ Բայց Կարենն այսօր նստած ու սենց մի բան փաստորեն ու ինձ ընդհանրապես շատ զարմանալի է, եթե այդ պարկեշտ կինը, ոնց ինքն է ներկայանում, այդ խեղճ մեղք կինը խաբված մի տղամարդու կողմից, եթե նա այդքան ազդվել էր իր պորնոգրաֆիկ նկարներից, օգոստոսի 9-ից 10-ը 11 թվականի նկարները այդ գիշեր տարածվել են, մյուս օրը եթե դու գիտեիր 6-րդ վարչության ճանապարհը, ինչի համար ես դու գնացել մամուլ, որ եթե մի 10-20-100 հոգի են դա տեսել, որ անպայման ամբողջ Հայաստանը դա տեսնի, ոնց կարելի է սա հասկանալ։ Իսկ երբ որ արդեն Կարենն էր իրան փնտրում, իդեպ ինքը պաղկվում էր առաջի օրերին, երբ որ Կարենն էր իրան փնտրում, ինքը արդեն թե վախից էր դա, թե ոնց չեմ կարող ասել, նա 16-րդ օրը, օգոստոսի 26-ին նոր բողոք է ներկայացնում 6-րդ վարչություն, ոնց կարելի է սա հասկանալ, 16 օր ինչին է սպասել, տեսնի ժողովուրդը ինչ արձագանք կտա, տեսնի գլխին կնստացնեն, թե ոտքերի տակ կգցեն, ի վերջո առանց ամաչելու, որպեսզի ստեղծվի, սարքվի տպավորություն, Կարեն այսօր մեղադրվում է ընտանեկան գաղտնիք տարածող որպես ու որպեսզի դա ընտանիք երևա, իր ամուսինը անամոթաբար հայտարարում է, որ ամբոլոր նկարների վրա ինքն է, այն դեպքում, որ շատ կասկածել է ընդհանրապես ինքը այդ նկարների վրա կա, թե չէ։ Եվ վերջապես, եթե դա գցենք, թե այնքան արդեն խելագարված է իմ տղան խելագարա, չի հասկանում ինչ է անում, տեղադրում է նկար, ինքը իրան պետք է տեղադրեր, ինքը Անժելային երևի թե խայտառակ կաներ, եթե նա այդ ուղեղի տերը լիներ, ոչ թե իրան կցուցադրեր ու վերջում ինքը Անժելայից շատ էր խայտառակվել։ Այն օրերը, որ ինքը ապրեց, նա մի քանի օր սկզբի օրերին ընդհանրապես անգամ հեռախոսին չէր պատասխանում։ Նա անգամ իմ երեսին, նա սենյակից ես 10 օր երեխուն չեմ տեսել տան մեջ։ Նա ամոթից անգամ իմ երեսին չէր նայում։ Ու մենակ անընդհատ խնդրում էր չմոտենաս կամպյուտերին, խնդրում եմ չմոտենաս։ Ես նոր հետո իմանում եմ ինչի ինչոց է։ Դեպքից հետո տեսել եք Անժելային։ Երբեք ու ոչ էլ այդ ցանկությունը կա։